Թերթեյե Մանիևինյան, պարոն նախագահ, եթե մինչև խորհրդարանական ընտրությունները չհաջողվի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել, արդեն ընտրություններից հետո ազգային ժողովում հավանական հնարավոր համարում եք կոալիցիոն համագործակցությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, եւ եթե այդ թեկնածուն դուք կամ ձեր դաշինքի ներկայացուցիչը չլինեք, պատրաստ եք ցանկացած դեպքում կողմ քվեարկելու։ Շնորհակալություն։ Մի քիչ ավելի լայն ես այս հարցի պատասխանը կփորձեմ մեկնաբանել, շատ է խոսում կոնսոլիդացիայի մասին, չէ, ընդդիմադիր դաշտում։ Ընդհանրապես բառն է սխալ օգտագործվում։ Կոնսոլիդացիա նշանակում է միավորում։ Ոչ թե համագործակցություն, այլ միավորում։ Նշանակում է կառույցներն են իրար խառնում, միավորում, միասնական կառույց ստեղծում։ Սա իրատեսական չի ուղղակի։ Սա իրատեսական չի։ Դրա համար նույնիսկ տերմինաբանության կիրառումը պետք է ճիշտ օգտագործել։ Համագործակցություն, այո, իհարկե։ Եվ ամբողջ նախընտրական շրջանում եւ անկասկած համագործակցություն խորհրդարանում այն ուժերի միջև, որոնք կանցնեն խորհրդարան։ Մեկ գիտեք, իմ մասին բանա, չէ, տարածվում բանա, այս ավտորիտար եւ այլ, այդպիսի խոսույթ կա։ Եվ օրինակ Factor TV-ն այդ խոսույթի հիմնական դրոշակատիրն է, ինչը նորմալ է, բայց մի հատ փորձենք նայել, առաջի կոալիցիոն կառավարությունը երբ է ձևավորվել Հայաստանում, ում նախագահության օրոք։ Չէ, սկզբից չի եղել կոալիցիա, բայց եղել են ոչ ֆորմալիզացված կոալիցիոն կառավարություն հենց սկզբից, երկու դաշնակցական նախարար էին եւ մեկ պատգամավորական խումբ կար անկախ պատգամավորների, այն ժամանակ կար մեծամասնականը եւ իրենք ունեին այ կառավարության անդամ ունեին։ Փաստացի կոալիցիան առաջի օրից գործում է հենց այն ժամանակ։ 2003 թվականին արդեն ֆորմալիզացվեց այդ կոալիցիան, փաստաթղթեր ստորագրելով։ Ասում են, էլի, ավտորիտար։ 98 թվական, ով էր իմ մրցակիցը հիմնական ընտրությունների ժամանակ։ Հիշում եք։ Ես խեմ այդ հարց տալիս, երիտասարդ եք, շատ հավանական է, որ չեք հիշում։ Հաստատ Կարեն Դեմիրճյանը 98 թվականին 98 թվականին իմ հիմնական մրցակիցը եղել է Կարեն Դեմիրճյանը։ Ինչ էր աշխատում Կարեն Դեմիրճյանը, հիշում եք։ Ինքը եղել է Հայ էլեկտրո գործարանի տնօրենը, իր տղան Ստեփան Դեմիրճյանը եղել է պետական սեփականություն հանդիսացող Մարս գործարանի տնօրենը։ Կարեն Դեմիրճյանի շտաբի կեսը եղել են այսպես կոչված այն ժամանակ այդ տերմինաբանությունը կար կարմիր տնօրեններ, այսինքն նախկին սովետական ժամանակ այդ գործարանների տարբեր տնօրենները, որոնց մեծ մասը սեփականաշնորհել են այդ գործարանները վաուչերներով 93, 4, 5 թվականներին։ Չէ, ավելի ուշ մի քիչ։ Հիմա ինձ ասեք, քրքրեք, հանեք, քանի հարկային դեսանտ է իջեցվել Հայ էլեկտրոյում կամ Մարս գործարանում, քանի մարդ է այն ժամանակ այդ կարմիր տնօրեններից ձերբակալվել, կանչվել, ահաբեկվել, 0։ Ինչ այդքանը չէինք ֆայմում, կամ կարծում եք, թե մենք չէինք հասկանում, որ ինչ կարգի ազդեցություն կարող ենք ունենալ, օրինակ, գործարանի տնօրենի վրա, որը վաուչերներով, օրինակ, սեփականաշնորհել է գործարան։ Չենք արել։ Եվ ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանը շարունակում էր աշխատել պետական սեփականություն հանդիսացող գործարանում։ Ստեղ մեկը Մոսկվայից եկել է մի բան ասել է Շմիածյանը, միանգամից կալանավորվել է, որ ստեղ հետ կապ չունի Սամվել Կարապետյանը, բայց ես ձեզ շատ կոնկրետ օրինակներ եմ բերում։ Ավելին, այն ինչ որ չի արվել, հնարավորությունը կար, բայց չի արվել, հնարավորություն ա տվել Կարեն Դեմիրճյանի հետ համագործակցություն դուր ձևավորել։
Վազգեն Սարգսյան, հիշում եք, Կարեն Դեմիրճյան միասին գնացել են խորհրդարանական ընտրություններ։ Հասկանում եք, բաներ կա, որ հասկանում եմ դուք երիտասարդ եք, դա չեք հիշում, բայց երբ պետք է հիշեցնել։ Ձեր հարցին ես պատասխանը հենց սրա մեջ է։ Համագործակցությունը ձևական չի, համագործակցությունը տվյալ դեպքում անհրաժեշտություն է, նաև ապագա խորհրդարանում։ Առանց դրան այսօրվա սոցիոլոգիան ցույց է տալիս, այս պահի սոցիոլոգիան, որ հնարավոր չի։ Եվ եւս ուղղակի մեկ ակնարկ, եթե այն ժամանակ մենք փորձեինք հետապնդել Կարեն Դեմիրճյանին, կոալիցիան չի կարա ձևավորենք, որովհետեւ այնպիսի մի հարաբերությունների ասենց բարդույթ կձևավորվեր, որ հնարավոր չի իրար հետ բանակցել։ Բայց նրանից հետո եւ միասին հանդիպումներ էինք ունենում եւ աշխատել ենք միասին։ Սև ու սպիտակի չի բաժանվել, մենք որպես իշխանություն չենք բաժանել երկիրը սև ու սպիտակի։ Իսկ հիմա ինչ է, դու եթե ինչ որ մի բան չես